Տիկին Գայլյան, մի քանի հարց ունեմ։ Ուրեմն սկսեմ 2024 թվականի պաշտոնապես գործարկվել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային դատարանի համակարգը, նաև վերլուծական մասում նշվել է, որ 25 թվականի գարնանը նախատեսվում է գործարկել նաև վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը։ Մի փոքր մանրամասնեք ինչ փուլում է հիմա, որովհետև Կարունն արդեն անցել է այդ առումով։ Դեռևս 2023 թվականին կատարված բարեփոխումների արդյունքում 2 միլիոն դրամ չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործեր վերաբերվել են նոտարներին։ Այս մասով դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է, բայց քաղաքացիներից եկած ազդակն եմ ասում, քաղաքացիների կյանքում ոնց որ բան չի փոխվել, հերթ են կանգնում հիմա նոտարների մոտ, այս մասով հետագայում գուցե այս մասով խնդիր առաջանա, ձեր կարծիքն եմ ուզում լսել, եւ մեկ էլ 2024 թվականի հունվարի 1-ից առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանվել է հավելում 60%-ի, վերաքննիչ դատարանի դատավորների համար 55%-ի չափով, այսպես դատավորների աշխատավարձերի բարձրացումը բոլոր ատյաններում կարծես իրականացվել, ամբողջացվել է, բայց այստեղ ԲԴԽ նախագահի աշխատակազմի ղեկավարին եւս հարց ուղեցի, աշխատակազմի աշխատավարձերը դեռևս մնում են շատ ցածր, այս մասով ինչ կարող ենք մենք իրականացնել կամ ձեր կարծիքը այս մասով։ Դե Իմ կարծիքը եւ ցանկությունը իհարկե այն է, որ աշխատավարձերը բարձրացվեն, բայց մենք պետք է գնահատենք մեր իրական հնարավորությունները։ Իրականում դատավորի կազմը շատ կարևոր գործ է անում։ Եվ դատավորի կազմը ուղղակի քարտուղարությամբ չի զբաղված միայն եւ կարծում եմ, որ լավ կադրերի ինտեգրումը համակարգին ապահովելու տեսանկյունից իհարկե սոցիալական երաշխիքները շատ մեծ դեր ու նշանակություն ունեն, բայց մենք պետք է իրատեսական աչքերով նայենք մեր հնարավորություններին եւ գնահատենք ունենք այս պայդրությամբ այդ հնարավորությունը, թե ոչ։ Հարցի քննարկման ժամանակ իհարկե իմ դրական կարծիքը պատրաստ եմ հայտնել, բայց այդ հարցը կառավարության որոշելիք հարցն է, ես կարծում եմ, որ ապագայում հնարավորություններ կունենանք հարցին անդրադառնալու եւ քննարկումներ ունենալու։ Բայց մի կարևոր բան նաև դեպարտամենտի եւ բարձրագույն դատական խորհրդի մեր գործընկերների հետ, եթե չեմ սխալվում, արդեն արել ենք եւ դատավորների օգնականի ստաժը այլևս համարվում է մասնագիտական ստաժ, սա շատ կարևոր ուղերձ է մեր ուսանողներին, որ նրանք գան եւ համալրեն դատավորների օգնականների շարքերը վստահ լինելով, որ հետո իրենց աշխատանքային փորձը հաշվարկվելու է որպես մասնագիտական աշխատանքային փորձ։ Սա շատ կարևոր քայլ է, որը բարձրագույն դատական խորհրդի եւ դեպարտամենտի կողմից իրականացվել է։ Անդրադառնալով ձեր մյուս հարցերին, քաղաքացիական դատավարության թվայնացման գործընթացի հետ կապված, ես նշեցի թվեր հայցադիմումների, որոնք արդեն իսկ ներկայացված են էլեկտրոնային տարբերակով։ Ես ուզում եմ լինել ազնիվ եւ ասել, որ այնպես չէ, որ բացարձակ հաջողություն են գրանցել այս ոլորտում եւ համակարգը գործում է անխոչնդոտ, բայց ինչպես գիտենք, ցանկացած ռեֆորմ առանց խնդիրների տեղի չի ունենում եւ մենք ամենօրյա աշխատանքով մեր գործընկերների հետ համատեղ դատական իշխանությամբ փորձում ենք այդ առաջացած խնդիրները տեխնիկական, որոնք համակարգում կան, դարձնել լուծելի համապատասխան մեր վենդորների հետ աշխատելով։ Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, ապա ներկա պահին պետք է նշեմ, որ համակարգը ամբողջովին պատրաստ է եւ արդեն իսկ քննարկումներ վերապատրաստումների տեսքով տեղի են ունեցել մեր փաստաբան գործընկերների, դատավոր գործընկերների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, բայց այս քննարկումները պետք է լինեն շարունակական եւ մոտակա ամիսների ընթացքում այլևս մենք պատրաստ կլինենք մինչեւ աշուն գործարկել նաեւ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը։ Մեկ համակարգ եւս ունենք, որը պատրաստ էր, բայց չէր գործարկվել որոշակի տեխնիկական բարդություններով պայմանավորված, խոսքը սնանկության էլեկտրոնային
էլեկտրոնային համակարգի մասին է։ Այս պահին մենք լուծելի ենք դարձնում այն բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք արձանագրվել էին եւ դրվել այդ համակարգի չգործարկման հիմքում, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին խոսքը 5-6 ամսվա մասին է, մենք նաեւ հնարավորություն կունենանք 5-6 ամիս հետո գործարկել նաեւ սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգը։ Ինչ վերաբերում է նախորդ տարի տեղի ունեցած նորամուծությանը, որով մինչև 200,000 դրամը չգերազանցող դրամական պահանջների քննությունը վերապահվեց նոտարներին, պետք է նշեմ, որ սա շատ դրական փոփոխություններ, սա մի փոփոխություններ, որը չափելի է եւ այո, այս առումով կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80%-ով։ Այսինքն սա մի հաջողության պատմություն է, որի մասին անդադ պետք է խոսել, բայց դուք բարձրաձայնում եք դժգոհության մասին, որի մասին ես առաջին անգամ եմ լսում իրականում։ Նոտարների ծանրաբեռնվածություն պետք է ասեմ, որ չի կարող համեմատվել դատարանների ծանրաբեռնվածության հետ, իսկ նոտարի մոտ տեղի ունեցող գործընթացը չի կարող համեմատվել դատական process-ի հետ, այսինքն պետք է հստակ այստեղ ասենք եւ հաստատենք, որ որևէ դեպքում քաղաքացին նույնական առնվազն խնդրի առաջ չի կարող կանգնել, ինչի առաջ որ կանգնում է ժամանակին դատարանների նմանատիպ ծանրաբեռնվածության պայմաններում, եթե որոշակի նոտարների զբաղվածությունը ավելի բարձր է, ուղղակի քաղաքացիներին կարելի է ուղղորդել այլ նոտարների մոտ նման ծառայություն ստանալու եւ կարծում եմ այս եւ այլ մի շարք խնդիրներ կլուծվեն, երբ ներդրվի էլեկտրոնային նոտարական համակարգը, թվային համակարգը, որի շուրջ աշխատանքները շարունակվում են եւ թվայնացման խորհուրդը որոշում է կայացրել հավանություն տալու տեխնիկական առաջադրանքին եւ մենք այժմ իրավական փաթեթների մշակման եւ արդեն գործնականում ծրագրի իրականացմանն ենք անցել։ Արձագանքում Այո, շնորհակալ եմ շատ։ Իրականում էլեկտրոնային համակարգը իրականում այդ խնդիրը լուծի, այսինքն լուծում կար ամեն դեպքում։ Շատ լավ է տարումով եւ մի ճշտող հարց ունեմ, զուտ վերլուծական մասից եմ տեսել քրեակոտարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման կատարողականի ցուցանիշը ցածր էր ու նշված էր, որ պայմանավորված է նախագծման աշխատանքների հետ առաջացած խնդիրների։ Հիմա 2025 թվականին արդեն սկսվել են այդ աշխատանքները, թե ոչ, զուտ ուզում եմ ճշտել սա։ Այստեղ պետք է շատ անկեղծ պատասխանեմ։ Մենք ունենք խնդիր հասկանալու թե մեր ծրագրերը որքան հավակնոտ կարող են լինել։ Մենք կարող ենք ունենալ եւ իրականում ունենք շատ հավակնոտ ծրագրեր, բայց դրանք պետք է լինեն նաեւ իրատեսական։ Մենք առաջ ենք շարժվել խնդիրների լուծման փոքրինչ այլ ճանապարհով, քանի որ մենք ունենք այս պայդրությամբ ամենասուր մեկ հիմնական խնդիրը դա օր առաջ Նուբարաշեն քրեակատորական հիմնարկը փակելն է եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատորական հիմնարկը փակելն է։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատորական հիմնարկի հետ կապված ունենք արդեն իսկ գրանցած հաջողություն, որովհետև առողջապահության նախարարության հետ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք վատ կհնչի այդ բառը, բայց տեսակավորել շահառուներին, որոնք պետք է ուղարկվեն այլ տեղեր պատիժը կրելը շարունակելու, նրանց մի մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական համապատասխան կենտրոն, որպեսզի շարունակի պատիժը կրել, իսկ մյուս մասը կտեղափոխվի Արմավիր քրեակատորական հիմնարկի ստացիոնար բաժանմունք եւ այս ծրագիրը ես հույս ունեմ, որ մենք մինչեւ սեպտեմբեր կիրականացնենք, այդպիսով կփակենք դատապարտյալների հիվանդանոց քրեակատորական հիմնարկը։ Նուբարաշենի խնդիրը փոքրինչ այլ է եւ ավելի բարդ է, պայմանավորված նրանով, որ այնտեղ պատիժ կրող անձինք կամ անազատության մեջ գտնվող անձինք ավելի շատ են, 500-ը գերազանցում են եւ մենք իրապես կարիք ունենք նոր շենքային պայմանների եւ խորհրդակցելով քաղաքաշինության բնագավառի մեր գործընկերների հետ դիտարկել ենք մի կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ, որը ծախսային տեսանկյունից ավելի արդյունավետ է, դա Էրեբունի քրեակատորական հիմնարկի հնարավոր վերանորոգումն է,
որը մեզնից կպահանջի ավելի նվազ միջոցներ եւ կլինի ավելի արագ ու հնարավորություն կտա ավելի շուտ փակելն ու բարաշենք քրեակատարողական հիմնարկը։ Այդ սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր մեծ գաղափարից, որն է նոր բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ ունենալը եւ մենք այս աշխատանքները տանում ենք զուգահեռ, այսինքն ձեր հարցի պատասխանը այն է, որ այո, այս պահին նախագծանախահաշվային աշխատանքները շարունակվում են, բայց շարունակվում են ոչ միայն այդ, այլ նաև այլ ուղղություններով, որովհետև մեր վերջնական նպատակը եւ ցանկալի արդյունքը այն սուր խնդրի լուծումն է, որի մասին որ ես խոսեցի։